Եթե մարդը առաջացել է կապիկից, ապա ինչու հիմա կապիկները մարդ չեն դառնում։ Արդյոք էվոլյուցիան կանգ է առել, թե Դարվինը մեզ խաբել է։ Նախ մենք չենք առաջացել այսօրվա կապիկներից։ Մենք եւ նրանք ունեցել ենք ընդհանուր նախնի միլիոնավոր տարիներ առաջ։ Դա նման է նրան, որ դու եւ քո զարմիկը նույն տատիկն ու պապիկը ունեք, բայց դուք նրա որդին չեք։ Բայց ամենակարևորը, էվոլյուցիան տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ տեսակը ստիպված է փոխվել գոյատևելու համար։ Մեր նախնիները դուրս եկան բաց սավաններ, սկսեցին ուղղահայաց քայլել եւ գործիքներ սարքել, որպեսզի չմեռնեն սովից։ Իսկ այսօրվա կապիկները, նրանք իրենց միջավայրում կատարյալ են։ Նրանք գոյատևման պատճառ չունեն մարդ դառնալու համար։ Նրանք արդեն ունեն սնունդ, ապաստան եւ հարմարավետ կյանք իրենց ջունգլիներում։ Էվոլյուցիայի նպատակը բանականությունը կամ տեխնոլոգիաները չեն, այլ ադապտացիան։ Եթե կապիկը կարողանում է գոյատևել եւ սերունդ տալ առանց հարկեր վճարելու եւ աշխատանքի գնալու, ապա նա էվոլյուցիոն առումով արդեն հաղթող է։ Իսկ դուք կողմնակից եք էվոլյուցիային, թե արարչագործությանը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների դաշտում։